Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Մենք այս պահին գտնվում ենք Սուրբ Շողակաթ վանքի տարածքում եւ խոսելու ենք մի անձնավորության մասին, ով հուղարկավորված է զանգակատան այդ գավթի հատվածում։ Մենք մեր նախորդ հաղորդումներից մեկի ընթացքում խոսել ենք Սուրբ Շողակաթ վանքի մասին եւ գավթում թաղված մեկ այլ գործչի նահապետ առաջին Եդեսացի կաթողիկոսի մասին։ Այսօր խոսելու ենք մյուս կաթողիկոսի մասին, որ ուղարկավորված է այստեղ։ Խոսքը նահապետ Եդեսացուց մի քանի կաթողիկոս անց կահակալած Աբրահամ III Կրետացու մասին է։ Աբրահամ III Կրետացին հայոց պատմության մեջ շատ հետաքրքիր կերպար է։ Նա այնպիսի կերպար է, որ կարողացել է բարդ աշխարհաքաղաքական վերափոխումների շրջանում գտնել Հայաստանի համար կայուն տեղ եւ օտար, նույնիսկ մուսուլման տիրակալի հետ հասնել պայմանավորվածության, որով հայերի համար կլինեն տանելի, նույնիսկ որոշ չափով ընդունելի եւ նախկինի համեմատ նախընտրելի պայմաններ։ Խոսքը իհարկե Նադիր շահի ժամանակաշրջանի մասին է, երբ հայության վերնախավի եւ պարսկական վերնախավի միջև համագործակցության եզրեր են գտնվում եւ այդ եզրերը ամբողջացնում են հենց հայության կողմից մի կողմից փաստորեն Աբրահամ III Կրետացի կաթողիկոսը, մյուս կողմից պարսիկների իբրև ներկայացուցիչ նրանց Նադիր խանի, արդեն հետո իբրև շահ ընտրվելուց հետո 1736 թվականից սկսած Նադիր շահի միջև։ Որպեսզի հասկանանք, թե ինչ միջավայրում է այս համագործակցությունը ձևավորվում եւ ինչպես է կարողանում Աբրահամ Կրետացի կաթողիկոսը հաջողության հասնել, պետք է հակիրճ ներկայացնենք նախընթաց շրջանը, որպեսզի պարզ լինի, թե ինչ իրավիճակի հետ մենք գործ ունենք։ Բանն այն է, որ տարածաշրջանում 18-րդ դարի սկզբին բավական լուրջ փոփոխություններ էին տեղի ունենում։ Նախ իբրև տարածաշրջանի երրորդ խաղացող մտնում է աշխարհաքաղաքական գործընթացների մեջ ռուսական կայսրությունը։ Մասնավորապես 1721 թվականին կայսրություն դառնալով Պյոտրը Պետրոս առաջին մեծը հստակ խնդիր էր դրել մուտք գործելու տարածաշրջան եւ փոխելու երկբևեռ համակարգը, որ գոյություն ուներ Մերձավոր Արևելյան տարածաշրջանում։ Այդ երկու բևեռներն էին Օսմանյան կայսրությունը եւ իհարկե Պարսկաստանը։ Այս երկու պետություններն էլ բաժանել էին Հայաստանն իրար միջև, դեռևս 16-րդ դարից սկսած 1500-ական թվականներից մինչև 1639 թվականներ փոփոխական հաջողություններով այս պետությունները պատերազմել էին եւ 1639-ին կիսել էին Հայաստանը։ Մոտավորապես 80%-ը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր հայտնվել եւ մոտ 20%-ը պարսկական տիրապետության։ Սեֆյանները, Սեֆյան Պարսկաստանը շիա իսլամի ուղղության կրոնապետություն էին։ Օսմանյան կայսրության սուլթանները ստեղծել էին մեկ այլ արդեն սուննի իսլամի կրոնապետություն եւ հանդիսանում էին թե աշխարհիկ թե հոգեոր առաջնորդ իրենց պետության ներսում։ Եվ ահա այսպիսի համակարգի պայմաններում Հայաստանը պետք է գոյատևեր զրկված լինելով իր աշխարհիկ ավանդական վերնախավի, այսինքն իշխանների մեծ մասից, եւ Հայաստանի հողի 90%-ից ավելին ժառանգաբար արդեն չէր պատկանում հայ ավականուն, երբեմնի այդ իշխանական խավի ներկայացուցիչներին, միայն առանձին փոքր հատվածներ։ Եվ ահա 18-րդ դարի սկզբին լեզգիական, այսինքն դաղստանյան ցեղերի արշավանքների պատճառով Հայաստանի արևելյան հատվածում, Ուտիքում եւ Արցախում տեղի ունենում վերնախավի համախմբում եւ այս համախմբման արդյունքում ամրությունների վերաշինման գործընթացով ազգագրական պայքար է սկսվում։ Այս նույն շրջանում, երբ 1722 թվականին ռուսական կայսրությունը փաստորեն սկսում է իր կասպիական կամ ինչպես վերջին շրջանում ռուսական պատմագիտական նիքն է ասում Դերբենտյան արշավանքը, ունենում է որոշակի ձախողում, հատկապես նավաբեկության պատճառով Պարենի եւ զինամթերքի մեծ մասը խորտակվում է Կասպից ծովում եւ Պյոտրը ստիպված նահանջ է կատարում։ Օգտվելով սրանից եւ մյուս կողմից Պարսկաստանի թուլացումից, որ պարսիկներին հպատակ ուզբեկներ եւ աֆղաններ ապստամբել են եւ աֆղանները նույնիսկ գրավել են մայրաքաղաք Սպահանը 1722 թվականին, Օսմանյան կայսրությունը գնահատում է այս իրավիճակը, ուժերի վակուում է տեսնում Արևելյան Հայաստանում եւ Վրաստանում, ռուսական կայսրության առաջխաղացումը
փաստորեն կասեցնելու եւ պարսիկների նկատմամբ գերակայություն ստանալու համար որոշում է ձեռնարկել հուժկու արշավանք դեպի Արևելյան Հայաստան եւ Արևելյան Վրաստան։ Նրանք նաեւ տեսնում էին, որ Արևելյան Վրաստանի Քարթլի կախեթի փաստորեն այս թագավորությունների եւ հատկապես Քարթլի եւ Արցախի հայ մելիքների միջև համագործակցություն էր ձևավորում, հաստագրական պայքարը կարող էր հասնել լիովին նոր հանգրվանի, նրանք որոշում են նախահարցակ լինել եւ կասեցնել նաեւ փաստորեն Հայաստանի անկախացման այդ սաղմերի գոյացման գործընթացը։ Եվ 1723 թվականին նախ նրանք զավթում են Թիֆլիսը, իսկ 24 թվականին արշավում են Արևելյան Հայաստան եւ կարողանում են հասնել Երևան։ 1724 թվականի հունիսի 7-ից մինչև սեպտեմբերի 26-ը 110-օրյա մարտերի արդյունքում նրանք Երևանը կարողանում են գրավել։ Մեծ դժվարությամբ եւ 20,000 զոհերով նրանք գրավում են, ընդ որում Երևանի բերդի ոչ թե պարսկական կայազորներ դիմադրությունը կազմակերպում, այլ քաղաքի հայ պաշտպանները։ Սրանից հետո նրանք փաստորեն զավթելով Արևելյան Հայաստանը եւ նաեւ տիրանալով Սուրբ Էջմիածնին փորձում են թելադրել իրենց օրակարգը։ Այս բարդ ժամանակահատվածում 1715 թվականից աթոռակալում էր իբրև ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր առաջին Համադանցին։ Ծագումով փաստորեն նա ծնունդով Համադան քաղաքից էր Պարսկաստանի եւ նոր իրավիճակում թուրքական իշխանությունները նրան պարտադրում են, որպեսզի նա գրություն ուղարկի հորդորով, որպեսզի Սյունիքի եւ Արցախի մելիքները, ովքեր թուրքական ներխուժմանն էին սպասում, որպեսզի դիմադրեին, որպեսզի նրանք դիմադրություն չկազմակերպեն։ Աստվածատուր Համադանցին ստիպված է լինում տեղի տալ այս ճնշումներին եւ հետագայում կասկածելի հանգամանքներում այդ նամակը հղելուց հետո նա մահանում է։ Եվ այսպես է ներկայացում նրա մահը 1725 թվականին, իբրև թե նա բարձրանում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տանիք, որպեսզի այդտեղից աստղազարդ երկնքի դիտարկումներ կատարի։ Եվ իբրև թե այդտեղ նրա գլուխը պտտվում է եւ նա վայր է ընկնում եւ տանիքից ընկնելով մահանում է։ Սրանից հետո մենք տեսնում ենք, որ արդեն փորձ է կատարվում ամենայն հայոց կաթողիկոսության գահին տեսնելու արդեն Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի, այսինքն ծնունդով Օսմանյան կայսրությունից։ Եվ բարդ շրջան է սկսում Էջմիածնի համար, նախ այստեղ Կարապետ II Ուլնեցին, այսինքն Զեյթունից, Կիլիկիայից եկած հոգեորական է դառնում կաթողիկոս 1726-ից 29 թվականներին եւ միայն իր գահակալության կեսից սկսած է նա կարողանում հասնել Էջմիածին, այնուհետև նրանից հետո տեսնում ենք 1730-34 թվականներին իբրև ամենայն հայոց կաթողիկոս էր Աբրահամ II Խոշաբեցին, ով փաստորեն ծնունդով հայոց ձոր գավառից էր Վանի նահանգի եւ նույնպես փաստորեն Արմենիական Հայաստանից։ Նրանց վրա բավական մեծ ճնշում է եղել Օսմանյան կայսրության կողմից եւ բավական բարդ է եղել հատկապես Օսմանյան օկուպացիայի պայմաններում վարել Սուրբ Էջմիածնի գործերը։ Մանավանդ հայտնի է, որ միաբանության մի զգալի մասը ցրված է եղել։ Եվ ահա այսպիսի պայմաններում 1734 թվականին ամենայն հայոց կաթողիկոս է դառնում Աբրահամ III Կրետացին։ Աբրահամ III ամենայն հայոց կաթողիկոսը ծնունդով Կրետ է կղզու Կանդիա քաղաքից։ Կրետեն հայտնի իբրև ժամանակակից Հունաստանի ամենամեծ կղզին եւ Միջերկրական ծովի մեծագույն կղզիներից մեկն է։ Նա հետագայում ծառայության է անցել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունում, եղել է Երուսաղեմի պատրիարքության փաստորեն միաբան եւ նաեւ նվիրակ իբրև իր ծառայությունը շարունակել է։ Նրա գործունեության առանցքային հատվածը պետք է համարել քառորդ դար տևած 1709-ից մինչև 34 թվականները ձգված Ռոդոստոյի հայոց թեմի առաջնորդ լինելու շրջանը։ Ռոդոստոն նաև հայտնի է Թեքիրդաղ անվանումով, այսօր գտնվում է Թուրքական Հանրապետության եվրոպական մասում, այն ժամանակ ևս Օսմանյան կայսրության կազմում էր, պատմական Թրակիա երկրամասում է եւ այս շրջանի նրա քառորդդարյա ծառայության հանգամանքից ելնելով նա հաճախ պատմության մեջ հիշատակվում է հենց Թեքիրդաղցի անունով, իբրև Աբրահամ Թեքիրդաղցի, բայց իհարկե նրա ծննդյան հանգամանքը հաշվի առնելով ծննդավայրի հանգամանքը նախընտրելի է Աբրահամ Կրետացի կոչել եւ հայոց կաթողիկոսների պաշտոնական գահացանկում նա մնացել է հենց իբրև Աբրահամ III Կրետացի կաթողիկոս։ Պետք է նշել, որ նա բարդ շրջանում փաստորեն, ինչպես արդեն մենք ներկայացրել ենք, դարձավ ամենայն հայոց կաթողիկոս եւ ժամանեց Սուրբ Էջմիածին։ Այստեղ նա պետք է մի կողմից նկատի ունենար
Հայաստանի մեծ մասի օսմանյան, այսինքն թուրքական օկուպացիայի հանգամանքը, մյուս կողմից, ինչպես մենք տեսնում ենք նրա շրջահայացության իբրև դրսևորում, նա կապեր է ստեղծում այդ ժամանակ պարսկական նոր հառնող վերակենդանացող ադմինիստրացիայի վարչախմբի հետ։ Աբրահամ Կրետացին ի սկզբանե իր համար կարևոր ուղենիշ է սահմանում, որ պետք է աջակցել այն կենտրոններին, ովքեր որ դիմադրել են Օսմանյան կայսրության կողմից Արևելյան Հայաստանի գրավմանը, օկուպացիային։ Եվ այս հենքի վրա նա տեսնում է այդ ժամանակ կարող ունակ ուժ իդեմս Նադիր խանի, այդ ժամանակ դեռևս Թամասփուլի կամ Նադիր խանի գլխավորությամբ, որը պետք է միայն 1736 թվականի մարտի 10-ին արդեն Մուղանի դաշտում տեղի ունեցած ժողովի իբրև որոշման արդյունք թագադրվի ամբողջ Պարսկաստանի տիրակալ։ Եվ այս համագործակցությունը շատ բնական էր։ Եթե մենք նայում ենք երկու կողմերի դիրքորոշումներին, պետք է նկատի ունենալ, որ շրջահայությունը կարևոր դեր է խաղացել պրագմատիկ հաշվարկը, այսինքն մի կողմից հաշվի են առել իրականում դասավորությունը ուժերի եւ կողմերի տրամադրվածությունը, մյուս կողմից նեղ կրոնական պատկերացումներից թե Նադիր շահը եւ թե փաստորեն ամենայն հայոց կաթողիկոսը վեր են կանգնել։ Ստացվում է, որ քրիստոնյա եւ մուսուլման տիրակալների միջև ձևավորվում է բավական լավ համագործակցություն եւ այս համագործակցության արդյունքում շահում է թե Հայաստանը եւ հայությունը եւ թե պարսկական պետությունը։ Այստեղ կարևոր է շեշտել, եթե հարցը դիտարկենք Նադիր շահի տեսանկյունից, որ հայերը փաստորեն այսօր Կովկասում եւ ամբողջ տարածաշրջանում միակ էթնիկ տարրն էին, որ դիմադրել են օսմանյան օկուպացիային, որ սկսել էր 1723 թվականից եւ շարունակվում էր մինչեւ 36 թվականը։ Մասնավորապես այստեղ պետք է նշել թե Կարբի գյուղի ինքնապաշտպանությունը 1724 թվականի գարնանը եւ թե արդեն հունիսի 7-ից մինչև սեպտեմբերի 26-ը ձգված Երևանի ինքնապաշտպանությունը, այնուհետև Սյունիքում եւ Արցախում հայ մելիքների դիմադրությունը, Սյունիքում Դավիթ բեկի եւ Մխիթար Սպարապետի գլխավորությամբ, իսկ ահա Արցախում Եսայի Հասան Ջալալյանի, Ավան եւ Թարխան Հարորապետերի եւ նաեւ հետո Աբրահամ Սպարապետի գլխավորությամբ շարունակված։ Այս ամենը չէր վրիպել Նադիրի աչքից եւ նույնիսկ նրանից առաջ դեռևս Թամասփ շահի ժամանակ ձևավորվել էր որոշակի համագործակցություն նախկինում թշնամաբար միմյանց նկատմամբ տրամադրված հայ վերնախավի եւ մուսուլմանական փաստորեն պարսկական վարչախմբի միջև։ Նույն Թամասփ շահը փաստորեն հենց Նադիր խանի հորդորով էր, որ ստորագրել էր պայմանագիր Դավիթ բեկի հետ, ճանաչել նրա մելիքական կարգավիճակը, խանի տիտղոս նրան շնորհել, դրամ հատելու իրավունք էր տվել եւ նաեւ հորդորել էր հարևան մուսուլմաններին հպատակվել նրան հակաթուրքական պայքարում։ Եվ ահա այժմ ունենալով արդեն համընդհանուր համապարսկական իշխանություն, այս անձնավորությունը կարողանում է Աբրահամ Կրետացու հետ նոր հարթության վրա համագործակցություն կառուցել։ Այստեղ պետք է նշել, որ թե մուսուլմանները տարածաշրջանի եւ թե նույնիսկ վրացական էլիտան ըստ արժանույն չէին դիմադրել թուրքական օկուպացիային։ Եթե մուսուլմանները դիմել էին ուղիղ համագործակցության եւ միակ մուսուլման տիրակալը Գանձակի խանն էր, որ չէր համագործակցել թուրքերի հետ, այլ հայերի հետ համագործակցաբար դիմադրել էր, ապա վրացական օրինակը եթե նկատի ենք առնում, նրանց դիմադրությունը հաջողված չէր եղել եւ 1723 թվականի ամռանը փաստացի առանց լուրջ դիմադրության էին կարողացել Քարթլեի տարածքը նվաճել օսմանյան զորախմբերը։ Եվ միակ հաջողված օրինակը ցույց էին տվել հայերը եւ շարունակում էին անհաշտ կեցված դրսևորել նույնիսկ արդեն մեծ մասի տարածքի մեծ մասի նվաճման պայմաններում։ Եվ այս միջավայրում Աբրահամ Կրետացի կաթողիկոսը սերտ համագործակցություն է ծավալում թե Արցախի մելիքների հետ եւ թե հայ առևտրական վերնախավերի հետ եւ կարողանում է ուղիղ համագործակցություն սկսել արդեն Նադիր շահի հետ։ Այս ամենի մասին Աբրահամ Կրետացին հաղորդել է իր երկասիրություններից մեկում։ Նա հեղինակել է մի աշխատություն, պատմագրություն անցիցն մերոց եւ Նատր շահին Պարսից վերնագրով, որը իր մեջ պարունակում է հատկապես 1734-36 թվականների իրադարձությունները, շուրջ 2.5 տարվա դեպքերը եւ իր եւ Նադիր շահի շփումները, դրանց արդյունքները այստեղ արտահայտված են այդ 53 գլուխների մեջ աշխատության։ Նա նաեւ ավելի փոքր երկասիրությունների հեղինակ է, նույն պատմագրական բնույթի, օրինակ Անի քաղաքի պատմության ներված փոքրիկ աշխատություն ունի եւ նաեւ հիշատակարան
կամ ինչպես ինքն էր փաստորեն այստեղ դիտարկում ծոցի իբրև ընթերցման գիրք փոքրիկ մի պատմագրական երկասիրություն եւս հեղինակել է։ Եվ փաստորեն կաթողիկոսը նաև իր կոնդակներով եւ այս փոքրիկ երկասիրություններով կարևոր պատմագրական բնույթի կամ սկզբնաղբյուրային նշանակության ժառանգություն է թողել մեր օրյա ուսումնասիրողների համար, այսինքն հենց առաջին ձեռքից, Գորչի ձեռքից մենք կարող ենք ծանոթանալ նրա գործունեությանը։ Վերադառնալով Նադիր Շահի հետ նրա համագործակցության խնդրին, այստեղ պետք է նշել մի կարևոր բան, որ հակառակ իրեն նախորդող մուսուլման տիրակալների մեծ մասին, Նադիր խանը առայժմ խան կարգավիճակով շրջայցություն է դրսևորում եւ համարում է, որ հարկի է համագործակցությունը հայերի տիրակալի տվյալ դեպքում ինչպես իրենք էին դիտարկում, հայերի հոգևոր առաջնորդը որոշ չափով նաև աշխարհիկ առաջնորդ էր իրենց աչքին դիտարկվում, այս առումով պետք էր նրանց համար համագործակցությունը Աբրահամ Կրետացու հետ։ Եվ այստեղ պետք է դիտարկել նաև Արցախի Մելիքական էլիտայի հետ նրա սերտ համագործակցությունը եւ այստեղ Արցախի Դիզակի Մելիք Եգանը, որ ավագն էր Արցախի մելիքների մեջ, շատ կարևոր խորհուրդ է հղում եւ խորհուրդ է տալիս փաստորեն Նադիրին, որպեսզի նա այցելի ամենայն հայոց կաթողիկոսին Սուրբ Էջմիածնի մար տաճարում ներկա գտնվի պատարագին եւ սրանով հայերի աչքին շահի լրացուցիչ վստահություն եւ լիակատար աջակցություն Օսմանյան նվաճման դեմ պայքարում։ Այս կարևոր քայլը իր մեջ փաստորեն նաեւ քարոզչական նշանակություն ուներ, քարոզչական որոշակի բովանդակություն, բայց նաեւ լիարժեք շրջահայացություն եւ որոշակի աջակցություն կարելի է համարել։ Նա իսկապես այցելում է Սուրբ Էջմիածնի մար տաճար, ներկա է լինում Աբրահամ Կրետացի կաթողիկոսի մատուցած պատարագին, իր հետ բերում է նաև իր ողջ կանանոցը, որոնք փակվում են ավանդատներում եւ վարագուրներով առանձնացվում են, որպեսզի իբրև ոչ մկրտված մարդիկ ամեն դեպքում հնարավորություն ունենան լսելու եւ հաղորդակից լինելու Սուրբ պատարագի սրբազան արարողությանը եւ ամբողջ պատարագը հոտնկայ սունկնդրելով Նադիրը ցույց է տալիս, որ ինքը նաև իր պետության քրիստոնյա հպատակների տիրակալն է եւ լիարժեքորեն հարգում է նրանց իրավունքները։ Ի նշանավորում են իր այցի եւ իր վերաբերմունքի նաև մայր տաճարին նվիրում է 15 կիլոգրամանոց ոսկե ջահ, որը մինչ օրս պահվում է թանգարանում, եւ նաև շքեղ գորգեր, պարսկական ընտիր գորգեր եւ այս ամենի իբրև շարունակություն կաթողիկոսի խնդրանքով նա նաև եւս երկու կարևոր քայլ է անում։ Մեկը նա վերականգնում է հայերի ժառանգական իրավունքը, այսինքն խոսքը վերաբերում է այն իրավունքին, որ սահմանում էր, որ իսլամ ընդունողը ընտանիքի անդամը չի ժառանգի ամբողջ ունեցվածքը զուտ իր կրոնադավանական հիմքով։ Սա չափազանց կարևոր էր հայկական միջավայրում։ Այն ըստ էության կանգնեցնում էր շահադիտական տեսանկյունից դավանանք կրոն փոխելու այդ մոտեցումը, որ արկա էր, որը ուղիղ ճանապարհ էր դեպի ուծացում, ձուլում, այսինքն սա ազգային ինքնության պահպանման եւ բնակչության հարատևման տեսանկյունից չափազանց կարևոր գործողություն էր։ Մյուս կարևոր խնդրանքը, որ կաթողիկոսն ուղղում է, կապված էր Հայաստանից եւ Վրաստանից գերված շուրջ 7000 մարդկանց հանգամանքի հետ։ Բանն այն է, որ ոչ բոլոր հայերն էին դիմադրել այդ օսմանյան արշավանքին եւ հատկապես օրինակ ժամանակակից Շիրակի մարզի որոշ հատվածներում, Արտիքի եւ Հարակից գյուղերի հատվածում գյուղապետերի մի մասը հարկադրանքի տակ ստիպված են եղել պարտավորագիր ստորագրել օսմանյան իշխանություններին եւ նման վերաբերմունք նաեւ Վրաստանից գալի մասում էր եղել։ Եվ այս մարդիկ տուժել էին եւ նրանք փաստորեն աքսորի էին ենթարկվել ավելի խորքային շրջաներ Պարսկաստանի։ Կաթողիկոսը խնդրում էր, որպեսզի թագավորը արդեն լիարժեք տիրակալը Պարսից ներում շնորհի նրանց եւ թույլ տա վերադառնան հայրենի բնակավայրեր։ Եվ այդպիսով գերիալ եւ օտարյալ կարգավիճակում շուրջ 7000 մարդիկ հնարավորություն են ստանում վերադառնալու հայրենի օջախ եւ սա կարելի է ասել, որ ժողովրդագրական տեսանկյունից Արևելյան Հայաստանի նաեւ վերահայացման տեսանկյունից կարևոր նշանակություն էր։ Այսինքն կաթողիկոսի երկու քայլեր ուղղակիորեն ազդում էին Հայաստանի ժողովրդագրական պատկերի եւ սոցիալական, սոցիալ-տեսական վիճակի նաեւ վրա։
Այս առումով ստացվում է, որ կաթողիկոսը իսկապես իրեն դրսևորում է նաև իբրև պետական գործիչ տվյալ դեպքում, այսինքն իր ուսերին վերցնում է ազգային նպատակներից բխող պատասխանատվություն։ Եվ նա նաև այս իր նախանձախնդիր առաքելությունը շարունակում է նաև այլ ուղղություններով։ Օրինակ, հասնում է նրան, որ Երևանում բնակվող եւ որոշակի հայերի շրջանում իշխանություն ունեցող Մելիք Հակոբյանի իրավասությունը ճանաչվի Նադիրի կողմից։ Ավելին, Նադիրը կաթողիկոսի հորդորով նրան շնորհում է դրամահատարան հիմնելու եւ դրամ հատելու, պղնձե եւ արծաթե դրամներ հատելու իրավունք եւ սրանով փաստորեն պարսկական իշխանության կողմից ճանաչված պաշտոնեություն Երևանում ունենալու հնարավորություն։ Հարկավոր է նաեւ ֆիքսել այս ամենի մեջ, որ նաեւ կաթողիկոսը հնարավորություն է ստանում կալվածագրերի իրավունքների վերականգնում իրականացնելու, այսինքն հայ եկեղեցու կալվածատիրական համայնքը վերականգնելու ուղղությամբ լուրջ ջանքեր է սկսում, որը հետո պետք է շարունակի արդեն ավելի ուշ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հենց այս հիմքի վրա։ Սա բացառիկ փաստորեն մոտեցում է, որ ստացվում է հայոց կաթողիկոսը կարողացել է պարսից տիրակալի հետ ձևավորել երկխոսություն եւ նաեւ հայ մելիքներին ուղղորդել լրջագույն հաջողությունների պարսից արքունիքի հետ համագործակցաբար։ Սրա շարունակությունը լինում է 1735 թվականին հայկական վերնախավի հայ մելիքների եւ նրանց զորամասերի մասնակցությունը Եղվարդի ճակատամարտին, որտեղ թուրքական բանակը լիովին ջախջախվում է եւ մինչեւ հաջորդ տարվա սկիզբ վերականգնվում է նախապատերազմական սահմանը։ Այս ամենի արդյունքում մենք տեսնում ենք, որ Պարսից թագավորը ճանաչում է Արցախի մելիքների իրավասությունը 5 մելիքությունների տեսքով, նրանք ստանում են Խամսայի մելիքություններ անվանումը, 5 նշանակում է հենց Խամսա բառը, եւ արդյունքում նրանց մեջ դիզակի մելիք եկան ավակություն ստանձնելով խանի տիտղոս է ստանում։ Եվ հատկանշական է, որ հայ ավականին ներառյալ ամենայն հայոց կաթողիկոսը դեռևս 1735 թվականի վերջին հրավեր էին ստացել մասնակցելու Մուղանի մեծ ժողովին եւ այստեղ 1736 թվականի մարտի 10-ին Նադիրը ընտրվում եւ ոցվում է իբրև պարսից շահ։ Այս թագադրության հանդեսին մասնակից է լինում նաեւ Աբրահամ Կրետացի կաթողիկոսը եւ նրա վրայից կապում է գոտին եւ գոտուց կախվում է սուրը, սա թագավորական իշխանության կարևորագույն ցուցանիշներից այդ ատրիբուտներից խորհրդանիշներից մեկն էր եւ դրանով ցույց էր տալիս Նադիր շահը կաթողիկոսին նման պատվի արժանացնելով, որ ինքը նաեւ հայերի տիրակալն է եւ որ հայերը հավասար հպատակներ են մուսուլմաններին իր տերության սահմաններում եւ փաստորեն նաեւ ցույց էր տալիս, որ ռազմական իշխանությունը, չէ որ սուրը ռազմական իշխանության խորհրդանիշներ տվյալ դեպքում ինքը ստանում է հայերի օգնությամբ։ Սա շատ կարեւոր էր։ Հայերը փաստորեն իրենց պայքարի հենց թուրքական տիրապետության հետ չհաշտվելու հանգամանքի շնորհիվ ստանում էին Նադիր շահի կողմից նման վերաբերմունք։ Եվ այդ ամենը իհարկե Աբրահամ Կրետացի կաթողիկոսի շրջահայացության շնորհիվ էր։ Պետք է նշել, որ նա նաև ամեն կերպ տարբեր ուղղություններով փորձում էր կարգավորել հայության կյանքը տերության սահմաններում կոնդակներով եւ ուներ ազատություն Նադիր շահի կողմից։ Ցավոք Աբրահամ III Կրետացի կաթողիկոսը երկար կյանք չունեցավ։ Նա մահացել է 1737 թվականին, փաստորեն իր գործունեության բուռն շրջանից ընդամենը մոտ 1 տարի անց եւ ապրիլի 18-ին վախճանվելով նա հուղարկավորվել է Սուրբ Շողակաթ վանքում եկեղեցու Գավթի Զանգակատուն Զանգաշտարակ Գավթի փաստորեն տարածքում նահապետ Եդեսացի կաթողիկոսի հարևանությամբ։ Եվ մենք հենց մեր նկարանումները իրականացնում ենք նրա շիրմաքարի հարևանությամբ։ Իսկ մեր այսօրվա հաղորդումը, որ նվիրված էր ամենայն հայոց կաթողիկոսներից երևելի մի գործի, Աբրահամ III Կրետացի կաթողիկոսին, մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։